ցեղասպանության ժխտումը մեր մոտ քրեականացված է, եթե ցեղասպանությունը իրականացրած երկիրը տենց նախապայմանադրել ու պետական պաշտոնյան ուղակի դա ասում է առանց այս նպատակները։ Չէ, քրեականացված չի, բերել ենք ասում ենք քրեականացրեք։ Հիմա եթե դուք այդ ուրացման քաղաքականությունը չեք ավարում, եթե դուք այդ նախապայմանը չեք կատարում, ի՞նչ խնդիր ունեք։ Ինչն է ձեզ տենց անհանգստացրել, որ տենց հերոսաբար պայքար եք բան արել, մղում բանը ԱԺ խրամատներում այս օրենքի դեմ։ Ինչի՞ց եք տենց անհանգիստ։ Ընդհանրապես հայ մարդը այս օրենքի հետ ինչ խնդիր կարող ունենա, կարող եմ իմանալ։ Իսկ խնդիր կարող ունենա այն մարդու այն թիմը ում ղեկավարը, ով օրինակ, երբ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն ուղ եթերով ճանաչում է հայոց ցեղասպանությունը, ինքը հաջորդ օրը ասում է, բանը, բայց մի հատ պիտի հասկանանք, այդ ցեղասպանության ճանաչումը մեզ ինչ խնդիր է մեզ համար լուծում։ Լավա չեք դատապարտել Նեթանյահուի ճանաչումը։ Լավա նոտա չեք հղել դեսպանատուն, խիստ դատապարտել։ Այդ դուք բնականաբար այս օրենքի հետ խնդիր կունենաք, բա ոչ չեք ունենա։ Ընդհանրապես դուք որ այս տեմպերով շարունակեք, Թուրքիայի ու Ադրբեջանի ԱԳՆ Հայաստանի հարցերով զբաղվող բաժինները կարան լուծարվեն։ Մարիա Կարապետյանի պես մարդ ունեն ստեղ, ինչ խնդիր ունեն։